Սեքսի նախարարություն ստեղծելու մտադրությունից եւ կանանց թիրախավորող զազրելի խոսույթից հետո մեր ձևովականները հիմա էլ այցելել են Գյումրի ու հանրապետության երկրորդ քաղաքը գյուղ են անվանել։ Ողջույն գյումրեցիներ ջան, ողջույն բոլորին, եկել ենք ձեր գյուղ, բայց մեզ չենք զգում, որովհետեւ դուք մեզ շատ լավ եք դիմավորում։ Եվ փոխանակ հետո ներողություն խնդրեն, կոնե ասեն, թե վրիպակ է եղել, ինչպես նախորդ անգամ, այդպես էլ հիմա ի պատասխան մարդկանց արձագանքների վրա են պրծնում մունատ գալիս, թե իշխանությունն է մեղավոր, որ իրենք կարծրատիպային մտածելակերպով քյարթու խմբակ են։ Երևանից դուրս մնացած Հայաստանը ռայոն ու գյուղ պատկերացնող հատված կա մեր հասարակության մեջ։ Դա կարծրատիպային մտածողության հետևանք է, Հայաստանը չճանաչելու մասին է խոսում եւ իր մեջ տգիտության, քաղաքենիության ու հետամնացության տարրեր է պարունակում։ Եվ իշխանությունը չի մեղավոր, որ ձևովականների մոտ ենթագիտակցական մակարդակով արտահայտվում է նրանց էությունը, իրական եսը ու ժամանակ առ ժամանակ այն արտահայտվում է հանրայնանում, այնպես որ իրենք էլ դա չեն նկատում, մինչև ժողովրդի կողմից արձագանք չի լինում։ Իսկ արձագանքին էլ համաչափ ու adekvat չեն պատասխանում, որովհետև իրոք չեն նկատում իրենց խնդրահարույց մտածելակերպը։ Իդեպ սա հատուկ չէ միայն ձևովականներին, ընդդիմությունը մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, նույն արժեհամակարգն ու մտածողությունն է կրում։ 3 տարի առաջ էլ ընդդիմադիր շարժումներից մեկի ժամանակ Արմեն Գրիգորյանն էր Շիրակի ու Արարատի բնակիչներին թուրքի եթիմ անվանել ու էլի ներողություն չէր հետևել, այլ կրկին մունատ էին գալիս, թե իշխանությունն է մեղավոր, որ իրենք դեգեներատ են։ Ուրեմն դաշտավայրի ժողովուրդը, Շիրակի Արարատյան դաշտավայրը, միշտ դավաճան է եղել։ Այսօր է նիկոլական դրանք են։ Շիրակ Արարատի դաշտավայրը։ Սարեցիները, Տաուշը, Սյունիքը, Արցախը միշտ եղել են իսկական հայ։ Գիտեք, արուն չեն խառնել թուրքերի հետ։ Հələ սրանց կեսը թուրք են։ Ուբլյուդկը ոնց էր հայերեն։ Այդ որ բանը ապորինի ծվան, եթիմ չէ կարծեմ։ Սրանք թուրքի եթիմ են։ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ Գյումրի այցելելու ժամանակ, երբ մի խումբ բնակիչներ Ազատանի հատվածում փակել էին ճանապարհը, հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ճանապարհը փակած շիրակցիները բոմժեր էին, փող էին ստացել իշխանությունից։ Ճանապարհը փակ է եւ մեր մեքենաները այնտեղ են, բայց այս անցա։ Ինչ-որ բան ունեին ասելու դրա համար են։ Չէ, իմ քայլը իրանց փող էր բաժանել, իրանք էլ խոսում էին։ Բոմժեր էին, որոնց փող էր բաժանված, ուրիշ ոչինչ։ Ահա սա է մեր ընդդիմության արժեհամակարգն ու կարծիքը մեր ժողովրդի մասին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։